մայիսինի, տեսնում ենք, որ այլևս նախնիպես տոնական այդ տրամադրությունը չկա, ավելի բացակայում է, հա, այն տոներից մեկը, ձեռքբերումներից մեկը նաև հաղթանակը Շուշիի մասով, ձեր խոսքը օրվա հետ կապված հետո հանցնենք հարցը։ Գիտեք, մեր պապերը, մեր հայրերը հայրենական պատերազմի արդյունքներով մեզ նվիրել են հաղթական տոն եւ այդ հաղթական տոնից հետո Հայաստանը, հայ ժողովուրդը խորհրդային միության կազմում կարողացել է ապահովել իր կայուն զարգացումը։ Մեր սերնդակիցները 1992 թվականին այդ հաղթական տոնը բազմապատկեցին, դարձրեցին եռատոն եւ բավականին մեծ ոգևորությամբ այդ տոնը մենք տոնում էինք նախկինում, բայց այսօրվա Հայաստանի ապիկար իշխանությունների ձեռամբ այդ տոնը նորից վերածվեց միայն մեկ տոնի, որովհետև այնուամենայնիվ մենք մեր հարգանքի տուրքը մատուցում ենք մեր հայրերին, մեր պապերին, բայց միևնույն ժամանակ նաև այսօր այցելում ենք Եռաբլուր, տարբեր պանթեոններ, տարբեր հուշարձանների, նաև մեր հարգանքի տուրքը մատուցելու Արցախյան ազատամարտի մեր նորօրյա պատմության ընթացքում իրենց կյանքը մեր հայրենիքի համար տված բոլոր հերոսների հիշատակի համար եւ սա յուրովի կարելի ասել որոշակի առումով նաև հաշվետվություն է եւ բացի դրանից նաև այս տոնը մի քիչ տխուր պայմաններում մենք այսօր տոնում, որովհետեւ մենք այսօր Արցախում չունենք հայ, Արցախը հայաթափվել է, Ադրբեջանի կողմից ցեղասպանություն է իրականացվել եւ այս իշխանությունները իրենց կառավարման տարիներին այնպես արեցին, որ Արցախը հայաթափվեց եւ նաեւ մեր հակառակորդները, ադրբեջանցիները հայտնվեցին Հայաստանի Հանրապետության սահմաններում, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին, որպեսզի չհուսահատվեն, չհիասթափվեն, որովհետև պայքարը առջևում է, հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում ապացուցել է, որ միշտ պայքարի ոգին իր մեջ է եղել եւ միշտ իր ըմբոստ կեցվածքով ինքը շարունակել է այնպես անել, որ իր ողնաշարը ուղղի եւ պայքարի մեր ապագայի համար։ Սյունիքից քարոզարշավի ներողություն սկսած Նիկոլ Փաշինյանը երեկ, եթե չեմ սխալվում, Գոռնիձորում հայտարարում էր, որ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար, ինչպես կարտականենք։ Դեք մի կողմից կարճ կարելի ասել, ինչպես կարելի է լսել մի խաբեբայի, որի կառավարման ընթացքում ստախոսությունն է հիմնական սկզբունքը եղել, եւ երկրորդը ինքը ոչինչ է կամ ոչնչություն է, որպեսզի որոշի Արցախի ժողովրդի կողմից իրականացված այն ամբողջ պայքարը, որը եղել է ինքնորոշման համար, իր ինքնության պահպանման համար եւ այդ արցախյան պայքարը վերեածվել հայ ժողովրդի ընդհանուր պայքարի եւ մեր նորօրյա պատմության ընթացքում նա եղել է որպես սրբություն, ի սկզբանե Արցախը Հայաստանին միացնելու համար եւ նաեւ քաղաքական առումով ճիշտ ինքնորոշումը, ինքնարտահայտումը արտահայտելու համար նաեւ Արցախի ինքնորոշման գաղափարը առաջ տանելու համար։ Դե ֆակտո Արցախը եղել է ինքնորոշված, եղել է հայկական, Հայաստանի Հանրապետության հետ միասին ինքը իր անվտանգ կայուն զարգացումը կարողացել է ապահովել եւ այս առումով այսօր մայիսի 8-ն է, հիշենք եւս մեկ այսօր մայիսի 9-ն է ներողություն, եւս մեկ իրողություն հիշենք, որ մայիսի 9-ին 2018 թվականի նույն Նիկոլ Փաշինյանը Արցախում ելույթ ունեցավ եւ ասաց Արցախը Հայաստան է եւ վերջ եւ ասաց հետեւյալը. սիրելի արցախցիներ, Թավշյա հեղափոխությունը ոչ միայն չի սպառնում Արցախի ինքնորոշմանը, այլ նաեւ հեռանկարներ է բացում Արցախի ճակատագիրը հայկական որոշելու, Արցախի ինքնորոշումը դե յուրե իրականացնելու համար։ Այնուհետև նա ոչինչ չարեց,
կամ նաև իր գործողություններով նպաստեց, որպեսզի Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, պատերազմի ընթացքում ոչինչ չարեց Արցախը պաշտպանելու եւ Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելու 2022 թվականին Պրագայում ինքը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը եւ այնուհետեւ միջև հիմա էլ ասում են, այո, մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը, իսկ 2023 թվականին նա նաեւ ասաց հետեւյալը, երբ որ Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա, այսպես ճակերտներով ասած հակահաբեկչական հանցագործ գործունեություններ իրականացնում, ինքը նաև ասաց, որ Արցախի խաղաղ բնակչությանը ոչ մի վտանգ չի սպառնում։ Դրանով իսկ ինքը կանաչ ճանապարհ բացեց ադրբեջանցիների գործողությունների համար, դրանով նաև ինքը ասաց, որ ոչինչ թող հարձակվեն իր ենթակայության տակ գտնվող Արցախի պաշտպանության բանակի վրա, քանի որ, ասենք, խաղաղ բնակչությանը ոչ մի վտանգ չի սպառնում։ Այն պարագայում, երբ որ բանակը իրեն էր ենթարկում եւ ինքն էր պարտավոր այն հերոսական մարտիկներին, զինծառայողներին, ովքեր 2023 թվականի ուղակի հերոսաբար պաշտպանում էին այն փոքր մասը, որ մնացել էր Արցախից եւ 200-ից ավելի մարդիկ զոհվեցին եւ այս պարագայում ինքը այդպիսի արտահայտություններ է անում։ Սա ոչ միայն ստախոսության, ոչ միայն ապիկարության, այլ նաև անբարոյականության արտահայտությունն է իր կողմից։ Պարոն Օհանյան, պետական մակարդակով, պետական ղեկավարի մակարդակով հաղթանակի արժեզրկումը ինչ նպատակ է հետապնդում իշխանության կողմից։ Դե տեսեք, ինքը այսօր խոսում է խաղաղություն եւ պատերազմի մասին, խոսում է նրա մասին, որ իշխանության են գալու եռագլուխ, այսպես պատերազմի կուսակցությունը, այն պարագայում, երբ որ ինքն է պատերազմ բերել եւ այսօր ինքն է հանդիսանում եռագլուխ պատերազմի կուսակցության անդամ, ուրեմն Էրդողանի եւ Ալիևի հետ միասին։ Նրանք այսօր իրենց արժեվ նպատակ են դարձրել, որպեսզի նսեմացնեն մեր ինքնությունը, նսեմացնեն մեր բոլոր հաղթանակները, նսեմացնեն մեր հերոսներին, ովքեր մեր ամբողջ պատմության ընթացքում հերոսաբար մարտնչել են մեր ինքնության համար։ Տեսեք, մենք այսօր մեր պատմության ընթացքում հերոսական ճակատամարտեր ենք նշում, օրինակ նշում ենք Ավարայրի ճակատամարտ, Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակները, այսօր նաև տխուր պայմաններում նշում ենք Շուշիի ճակատամարտում տարած հաղթանակը 1992 թվականին, այսինքն մեր պատմությունը հիմք է նրա համար, որպեսզի մենք արժևորենք այն կարևոր պահերը, դրականը եւ դրա վրա հենվելով կերտենք նաև ապագան։ Նրանք նսեմացնում են մեր պատմության բոլոր հերոսական դրվագները, նրանք նսեմացնում են նաև մեր ինքնությունը, այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայ ժողովուրդը ծնկի իջած վիճակում է եւ ինքը այս պայմաններում դեռևս հանդգնում է եւ բարոյական իրավունք է իրեն վերապահում, որպեսզի մոլորեցնի մեր ժողովրդին եւ ասի, որ այն ամենը, ինչ եղել է մեր նորօրյա պատմության ընթացքում, Արցախյան ազատամարտը, Արցախյան պայքարը, Արցախի ինքնորոշման գաղափարը, այն ճակատամարտերը, որտեղ մենք հաղթանակներ ենք տարել, այն մարտական գործողություններում, որտեղ նույնիսկ մենք նահանջ կամ պարտություն ենք ունեցել, բայց հետագայում նաև վերարժևորել ենք, վերագնահատել ենք եւ նաև մեզ խփել են, մենք ոտքի ենք կանգնել, այս ամենի պարագայում Նիկոլ Փաշինյանը այսօր նաև ոչ միայն պարտության, ոչ միայն պատերազմի, այլ հայ ժողովրդի նսեմացման խորհրդանիշներից մեկն է հանդիսանում։